դե ոնց կլինի начальնիկը նշելա գալիս է թե ամրոց են կառուցում ու ամրոցը նայում է սարի դոշին։ Это ստիպված են ելնում սարը կտրը, բանակը կանգնած չի, բանակը աշխատում է։ Իրանք չեն հասցնում, իրենք քիչ են։ Շվեյցարիայի պես խաղաղ ոչ մեկ չի ապրում այս պետության մեջ, բայց ինքը բոլորի հետ սահմաններում ունի համապատասխան դոտեր, բունկերներ, մեր մոտ շատ է լինում էլի, որ վերադասը ուզում է ստորադասին ստորացնի։ Ոչ մի տենց երգիր չկա, որ անում է ամեն ինչ։ Ով այդ ամեն ինչ բառը ասում է, ինքը մեզ ապուշի տեղա դնում։ Միակ թուրը, որի տակով կարող է անցնենք ենել մեռնելու պահին, դա Թուրքի յատաղանն է։ Ինքն էս գոռոզ։ Հա, մենք մեր պետության կողմից ենք։ Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ։ Բարև ձեզ։ Այսօր մեր հերթական ոդկասթի օրն է, Հարևորդի Վարդանավներ ոդկասթի։ Եվ այսօր չենք խոսում Դավիթ Գոլիաֆի մասին։ Հա, քանի որ մեր մոտ թեմաները այդպես ասած վերջացել է։ Փնտրում ենք, բայց հələ տենց հակարանք ճարենք ինչ-որ մի հատված, բայց երկարատև process Դավիթ Գոլիաֆ ենք ուզում գտնել։ Դրա համար ընտրել ենք մեր հետևորդ չասեմ, մեր դիտողներից մեկի մեզ ցանկությանը դիտողություն եւ խորհուրդներ տվող մարդկանց եւ ընտրել ենք, բոլորինը կարդացել ենք ու ընտրել ենք մի տարբերակ, խոսքը ինժեներական զորքերի մասին է, այսօր խոսելու ենք ինժեներական զորքերից, բայց միջև հաղորդումը ոնց որ սկսելը հիշեցնենք մեր դիտորդներին։ Կարող եք լայք անել, դիսլայք անել, ես այդ բառերի իմաստը ասենք անգամ լավ չեմ հասկանում, անգլերեն չեմ տիրապետում։ Կարող ռուսերեն գրեք, պատվիսացա լինեք մեր էջերին, կոմենտ գրեք, կարող կիսվեք եւ այդ ամեն ինչը օգնելու է, որ մի քիչ ավելի լավ տարածվի դետքի, ասենք, էջը, դետքը դա առաջի հերթին հայրի օգտին լրատվամիջոց է ու առաջի հերթին չէ, միայն հայրի օգտին լրատվամիջոց է, դա հաշվի առնելով, ասենք, մի քիչ ակտիվ եղեք այդ մատերը սխմելու բանի գործում։ Լավ, երևի սկսենք պատմական ակնարկից, առաջի ինժեներական զորքերը որտեղ են եղել։ Դե շատ վաղուց, ասենք, դեռ հին Եգիպտոսում են եղել, ասենք, նման զորքի տեսակներ, բայց այս ռեգիոնում Ասորստանի, ասենք, թագավորական արձանագրություններում է ֆիքսված եղել, երբ որ խոսքի օրինակ Ասարխադոնն է գրում է, որ Արշավեցի այսինչ զորքով ունեի այսքան հետևակ, այսքան ձիավոր եւ այսքան կացիններով եւ բահերով զինվորներ։ Դա ինժեներական զորքերն էին, որոնք այս ռեգիոնում իհարկե դժվար թե բանան էին, ամրոցի տակ ստորգետնյա ինչ-որ խորշեր փորեին, որ շենքը բլեր, բայց միջագետքում հնարավոր է։ Բայց միջագետքում նման բաներ օպերացիաներ իրանք արել են, իսկ ստեղ իրանք ավելի շատ ճանապարհներ էին լայնացնում, գիշերակացն էին ապահովում, ասենք մի քիչ առաջ էին գնում, կազմակերպում էին, ասենք, ճամբարների շուրջ, ինժեներական կառույցներով, ասենք, անվտանգություն ամրացնելու աշխատանքներ էին անում։ Կարային, ասենք, վահանակիրների պաշտպանության տակ քլունկներով հարձակվեին պատի անկյունների վրա, դե անկյունակարերը ամենակարևորներն են, չէ՞, մի քանի հատ քար անում ես ու կարող է մի հսկա աշտարակ բալի։ Կարճ ասած դեռ այն ժամանակներից, բայց բանա դրա այդ հատվածում, այդ ժամանակահատվածում պիկը իհարկե Հռոմի կայսրությունն էր, որը որ հա, առանձին զորքի տեսակ ուներ, բայց ոնց որ զորքի տեսակ չէին, ավելի շատ զորքերը ինժեներներ էին, որոնք զինվոր չէին համարվում, առանձին ստատուս ունեին ու հենց ինժեներ իրենց մոտ սկսեցին ասել, որտեվ այդ պաշարման մեխանիզմներից արդեն ոնց որ տարածվել էր Հռոմում։ Իրանք բացի դրանից տիրություն էին անում նաև այն սարքավորումներին, որոնք որ ասենք մեծ նետեր էին նետում, ասենք սկարպիոններ, ասադնի առուժեի մեջ է մտնում, էլի, ով բանը Age of Empires խաղացել է, ծանոթ է էլի դրան կարգին։ Դե կատապուլտաներ, բան, այդ ամեն ինչը այդ ինժեներներն էին պատասխանատու, բայց էլի նաև պատասխանատու էին ճամբարների
շուրջ անվտանգության համար, անվտանգություն պահակություն չէին անում, բայց փոսը ռովերն էին փորում, իրանք կարողա չփորեին, բայց իրանք էին, իրանք հիմքն էին դնում, տեղը իրանք էին ընտրում, որտեղ լեգիոներները բան էին անում։ То есть փաստորեն ինժեներական զորք որպես այդպեսին չկար իրանց մոտ, բայց կային մասնագետներ, կային բանվորներ, ասենք, որոնք այդ աշխատանքը անում էին։ Ոնց որ հիմա հետևակի հետ չի գալ ինժեներական գունդը, օրինակ Հայաստանում, սաղ գունդը չի գալ ինչ-որ գործանում, գործուղումա օրինակ մի ջոկ կամ մի հոգի, ով որ ասում է ինչ պետք է տեղում արվի, արդեն տեղի զորքերը հանում են։ Այո, բանը, ինչ կարելի է ժամանակակից քիչ թե շատ ինժեներական զորքերից խոսալ։ Աշխարհով մեկ ինժեներական զորքերը բացի ռազմական իրենց պարտականություններից բոլոր երկրագնդի բոլոր հատվածներում, ասենք, մասնակցում են ջրհեղեղների դեմ պայքարելուց, մասնակցում են հրդեհների, ասենք, դեմ պայքարելուց, որտեղ իրանք հատուկ տեխնիկա ունեն, ծանր բուլդոզերներ, էքսկավատորներ, իսկ որտեղ ասես ինչ ասես փորում է, պատկերացրեք անտառը վառվում է ու եթե դու ծառերի արանքով խոսքի այդ բուլդոզերով մտնես, որ միանգամից sense ամեն ինչը փշրելով հողը վառում է մի 5-6 մետր լայնությամբ, հետո մի հատ էլ հետա գալի 10 մետր, արդեն կրակը այս հատվածից այս հատվածը չի անցնի։ Ճիշտ ասած ես գրել եմ այդ տեխնիկաների անունները, ուղղակի բլոկնոտս մոտս չի, դրա համար չեմ նշում։ Բանը ինժեներական զորքերը իհարկե միայն ջրի, ոնց որ ջրհեղեղի եւ կրակի դեմ չի որ պայքարում են, ճանապարհներ սարքողները չեն, դրանք նաեւ սապյորներն են, իրանց մեջ մտնում են նաեւ, ասենք, ականապատ դաշտեր, ասենք, կազմակերպողները, մաքրողները, կազմակերպողները, հակատանկային այդ բաները, ինժեներական հնարքները, որ դրվում է, ասենք, թե ֆիների հորինած պոեզի ռելսերը, որ իրար եփում էին, թե ասենք այդ ասում են բանա վիշապի ատամները, բան այդ սաղ իրանց բանն է ու իրենք հաճախ ռազմական գործից ընդհանուր այնքան պատկերացում կարան չունենան, բայց գիտենամ որտեղ է, ասենք, այդ ամեն ինչը ավելի լավ տեղադրվում եւ դա հասկանալի է, դա կոչվում է նեղ մասնագիտացում։ Ուղղակի մեկ-մեկ լինում է, ասենք, ապուշ վիճակ, երբ որ քարտեզի վրա ինչ-որ начальник կետ է նշում ու այդտեղ գալիս են դե ոնց կլինի начальник-ը նշելա, գալիս է թե ամրոց են կառուցում ու ամրոցը նայում է սարի դոշին։ Հետո ստիպված են ելնում սարը կտրել։ Հետո ստիպված սարն են կտրում։ Կուշ կսեմ կուլալեսի։ Չասենք դա որտեղ է պատահը, դե հասկանալի է դա ստեղի շատ հեռու է եղել։ Ինժեներական զորքեր չունեին, ասենք, բանա Գազայի արաբները, բայց իրենք այնց հսկայական ինժեներական աշխատանքներ են կատարել, որ մինչև օրս Գազան ամբողջությամբ չի կարում Հեզբոլլայի ջոկատներից եւ գումարտակներից Համասի ջոկատներից ազատվի Իսրայելի բանակը։ Այն տիպի թունելներ ունի, որ խոսքա նույնիսկ Սինայի սա թերակղզին ամբողջությամբ տակով անցնում է ու ասում են ուրիշ արաբներ իրանց օգնում են սնունդով, բան որտեվ բոլորս տեսնում ենք, գոնե լսում ենք, որ շատ կրիտիկական իրավիճակ կա Գազայի հատվածում սնունդի հետ կապված, բայց խոսքա որ Համասի զինվորները ինչ որ սնունդ ունեն, սնունդ ունեն, չէ, արդեն քանի թունել բացել են, որտեղով մեքենաներ են անցնում։ Հա, դա կա, բայց կարա պաշարներ լինի, որովհետև դե բան չունեմ ասելու, բայց արդեն պատրաստվում էր երկարատև պատերազմի։ Չեմ կարծում, որ մտածում էր այսքան երկարատև է։ Դե չես կարա իմանաս, օրինակ բանա շատ-շատերը բանա Շվեյցարիային ասում են գիժարա 10 տարվա պաշարներ է պահում բանում բունկերներում։ Համասը այդ միջոցները չունել է։ Օ, շատ կներ։ Ճիշտ է, իրան հենց Իսրայելը ֆինանսավորել է։ Ինքը տարեկան բյուջեն ավելի մեծ ա եղել երկար տարիներ, քան Հայաստանի Հանրապետությունը ուներ։ Այս վերջերս մի կերպ պարտքեր կուտակելով մենք կարողացանք դրա համար կարողացել են այդքան թունելային ցանց սարքել ու իրենց մոտ ցանց է, մի թունել մտնում ես
Թունել, լավ, մտածում ես սենց ուղի է, էլի թունել, դե մարդ ինչի է սովոր, դա էլ պատկերացնում է, չէ, ասենք, թունել դա կարա պատկերացնի, խոսքի Դիլիջանի թունել, ուղիղ ճանապարհ, որ Սարիեսցերից հենց էր։ Թունելը այդպես չի, ասենք, ռազմական գործում կիրառվում։ Կողքից, ասենք, ինչ-որ թաքստոցներ, թաքնված վենտիլյացիոն, ասենք, կազարմաներ, ճաշարաններ, գոսպիտալներ, ամբողջը պետք է բաներով լինի, շախտաներով լինի, ճաշ են սարքում, տեղից օդ չկա գետնի տակ։ Բայց այդ ամեն ինչը պատերազմի համար է կառուցվել, բայց կարելի է հիշել, ասենք, ոչ ռազմական ինժեներիայի բան, որը որ ռազմական գործում կիրառվեց։ Ես նկատի ունեմ Ուկրաինայում, երբ որ Մոսկվայի Իվանները հարձակվեցին Կիևի Իվանների վրա, երկար ժամանակ չէին կարում գրավեին Ազովստալը։ Իսկ ինչ բան էր Ազովստալը։ Դա մի քանի հարկ ստորգետնյա հարգեր, որտեղ որ պատերազմի ժամանակ նախատեսված էր ոչ թե պատերազմային, այլ գործարանը այնտեղ աշխատեր։ Ավիառումներից իրականում թաքստոցը կարար աշխատեր մարդկանց համար։ Դե շատ բաներ նախատեսված, բայց հիմնականում ինքը պաշտպանվելու համար չէր, կրակային մարդ բարելու բանի, ինքը պաշտպանվելու համար էր ռմբակոծությունից, հրթիռների հարվածից, ուրեմն ստորգետնյա հիվանդանոցներ ունեին այդտեղ նախատեսված, նույնիսկ մի քանի հատ բան ունեին դեպի Ազովի ծով դուրս գալը, դե Ազովի ծովը այդքան աղի չի, էլի, ասենք, համեմատաբար, եւ այնտեղ սարքեր ունեին, խմելու էր սարքում, ռուսերեն ասում են ապրիսնիցիլ վադի, հայերեն քաղցրամ ջուր էր սարքում, քաղցրամ ջուր էր դարձնում, այն կիսա աղի Ազովի ծովի, ասենք, ջուրը, այնտեղ արդեն անգամ էլ ծովի ջուր չի, բայց դե խմելու չի, աղոտ է, այդ նույնիսկ այդ սարքերը կային, եւ ռուսական բանակը շատ մեծ ջանքեր օգտագործեց այն քանակը, որ ինքը լցեց Ազովստալի վրա պայթուցիկ նյութերով, դրանով երևի ժամանակին ամերիկացիք Դրեզդենը հավասարացրեցին հողին ամբողջությամբ, էլի։ Իսկ եթե մի հատ գործարանի վրա էին այդքան լցում։ Նույնձև Լուգանսկի, Դոնեցկ ուղղություններով ամբողջությամբ ինժեներական աշխատանքները նենց են կատարել, նույն Բախմուտը չի չէին կարում երկար ամիսներով գրավել։ Ես ասում եմ դրա մասին, որ դա բնական է, հա, գործարանը հարմարացրեցին ռազմական օբյեկտի, բայց 14 թվից այս կողմ անդադար 14 թվականից սկսած պատրաստվել են երևի խաղաղության, բայց պատերազմի էին պատրաստվում։ Ու ռուսը միջև հիմա ատամա ջարդում է։ Քանի որ ուկրաինացին մտածում էր իր դեմը իր հողն է, ինքը չպետք է այտենց ինժեներական կառույցներ աներ, բայց քանի որ այն կողմից ինքը մտածում էր, որ ռուսական բանակն է լինելու, 14 թվին դե ռուսական բանակը անմիջապես չէր մասնակցում, ուշադիր լսեք, էլի բառերս, բայց մասնակցում էին բանակից այսպես ասած օտպուսկնիկները, կոմանդիրովշտիները, ես իմ ինչերը, բայց հենց բանակը բուն իր ստրուկտուրաներով, բաներով չէր մասնակցում էին զինվորականները։ Դե որ մասնակցել ինձ թվում է արդեն մենակ զապադենցիները մնացած կլինեն։ Հա, 100%։ Բայց բանը, այդ վաղ Ռուսաստանը մի քիչ ուրիշ ձևի բաներ էր խոսում, ասում էր Ուկրաինան մեզ պետք չի, այնքան որ ոչ չեմ ուզում դրա մեջ խորանալ։ Ու 14 թվականից, քանի որ այդ բանը Ձիբալցևսկի կատյոլ բան արդեն այնտեղ ռուսական զինվորականները մեծ մասնակցություն են ունեցել, ոչ թե ռուսական բանակ, այլ ռուսական բանակի զինծառայողները։ Դե Ուկրաինան համապատասխան պատրաստվում էր ռուսի դեմ։ Մտածում էին, որ դեմները ռուսն ալնելու։ Եվ ինչ ասես սարքել են, ասենք, ասենց Դոնեցկի եւ Լուգանսկի դիմաց, որտեղ ասես ատամներ տաշեցին, մի կերպ քերելով գրավելով, բայց երկու հատ բնակավայր կա, մեկը Սլավյանսկն է, մեկը Կրամատորսկը, որ ռուսը նույնիսկ Ռուսաստանի նախագահան Տրամպի հետ պայման է դնում, որ էդի վերադարձնեն։ Ինքը չի կարում էդի վերցնի։ Այնքան լավ ինժեներական աշխատանքներ են արել։ Հա, բայց նույնը հակառակ կողմից են պատերազմի ընթացքում, որ նայենք ռուսական ինժեներական զորքերը ոնց են
մասնակցել։ Չէ, դե ռուսական, ասենք, ինժեներները հարավում մանավանդ Խերսոնի ուղղության վրա այնց մի հատ աշխատանքներ կատարեցին, որ նույնիսկ ժամանակավոր մոստերի կարացել են ուղիղ կրակի տակ պահեն ամիսներով կամուրջները, հա։ Բացի դրանից, այդ կոնտրնաստուպ ուկրաինացիների հայտարարած, որ sense նույնիսկ առաջի գիծը չեն կարացել ամբողջությամբ հաղթահարեն եւ գան երկրորդ գիծ, 2-3 ասած խոսքի դասակա մի կերպ երկրորդ գծի հասել ու այնտեղ ոչնչացվել է, իսկ գծերը եղել են 5-6, իսկ տեղ եղել միջև 7։ Դա ռուսական ռազմական ինժեներների աշխատանքի շնորհիվ էր։ Եվ Կուրսկում էդ էլ հետաքրքիր է։ Փողերը կերել էին, ոչ մի բան չէին արել, ասել էին դե ուկրաինացին ով է, որ ասենց վրա տա հարցակվի։ Ու իմիջայլոց երկու կողմից էլ մեծ քանակով դզոտներ է օգտագործվում, մենակ դոտերով չեն աշխատում, այսինքն բետոնից կառույցներով չեն աշխատում։ Դոտի բանը բացել է պետք։ Долговременная огневая точка, эти бетонից շինությունն է։ Հողը փայտային, իսկ դզոտը древесно земляная огневая точка։ То есть ինքը համեմատաբար ժամանակավոր է։ Այսինքն երբ որ դու շատ արագ պետք է կառուցես, դզոտ ես կառուցում։ Չնայած ուկրաինացիներին գովալ կարելի է, որտեվ իրանք շատ արագի մեջ կարողացան գործարան սարքել, որը գմբեթ մեկի պես բաներ էին, կրակակետեր էին բետոնից շատ արագ տանում տեղադրում էին։ Ամենը տրակտորը մի հատ խփեց, բանը գմբեթ մեկի անալոգը բերին դրեցին ու ծածկեց հողով։ Բրից հողը լցրեց, всё արդեն հա իդեպ մոտավորապես 1.5 մետր հողը փոխարինում է մոտ 30 սանտիմ բետոնը։ То есть եթե 3 մետր հող լցես, 1 մետր բետոն ոնց որ վրից ավել ունենաս։ Մոտավորապես այդպես։ Եթե հողը շատ փխրունչի ու շատ հոսացող հավազային չի։ Օրինակ Կուրսկի մարզում ես գիտեմ, որ հողերը բացի ուտելը դզոտներ են հիմնականում սարքում, չնայած ժամանակ ունեին դոտեր անելու, բայց հիմնականում դզոտներ են սարքում։ То есть փաստորեն գմբեթ մեկերի փոխարեն գմբեթ երկուսներ էին սարքում։ Որտեղ դա ավելի էժան է։ Հա, իսկ հիմա նույնիսկ դոտի փող են դուրս գրել, դզոտ են սարքում։ Եվ եթե դու նախորդ գործարանում գմբեթ մեկ չես անում, որ լցում է այնտեղ ու դու չորանում է բան ու դու չես հետնում, եկե բերում են հոп չարեցին։ Այդ դնում ես այդտեղ աբալովկա ես կապում, լցում ես բետոնը բան, փայտահողայինը հաստատ մի քանի անգամ, կարելի ասել մի քանի տասնյակ անգամ ավելի արագ է կառուցվում, քան տեղում բետոնը լցնելով երկարաժամկետ բետոնի կառույցը։ Իմիջայլոց երևի ստեղ էլ կարելի է այս հաղորդման ընթացքում կարելի է ասել, որ մենք այս տարվա ընթացքում վերջացնելու ենք մեր գմբեթ ծրագիրը ամբողջությամբ փակում ենք հայտարարվածները, բայց ամբողջությամբ չենք փակում այն բանով, որ եթե նոր ասենք գմբեթների զայավկեք լինեն, то есть հայտեր լինեն նոր գմբեթների, խոսքի մարդիկ ցանկանան իրենց գյուղի կողքը գմբեթ արդեն գմբեթ 3 են վաղուց տեղադրում, մենք կոժանդակենք, կօգնենք էլի, մենք էլի ոնց որ այս մի տարվա ընթացքում աշխատել ենք իրականում, հիմնականում օգնել ենք տեղի բնակչությանը, այո, մենք օգնել ենք ինչով, այն ակումուլացված մեր մոտ միջոցներով, մասնագետներով ու հա կարելի է նաև նշել, որ մեր բանակը, մեր ինժեներական զորքերը քնած չեն, իրենք գմբեթ 2-ից հետո շատ արագ ուշքի եկան, միջև է շատ դանդաղ են շարժվում։ Եվ պատվիրեցին հսկայական քանակներ, ասենք գմբեթ 1-ի անալոգները։ Գմբեթ 1-ի պես կառույցներ են սարքում։ Իսկ կարելի ասել հենց գմբեթ 1 են պատվիրել։ Հա, այնց է ստացվել, որ մեր առաջի գմբեթ 1 ծարկող մարդիկ են կառուցում, բայց մի խոսքով բանակը կանգնած չի, բանակը աշխատում է։ Ստե մի հատ բայց կա։ Մեր ինժեներական զորքերը ես երբեք չեմ ասել, էլի, որ իրանք չեն անում կամ չեն կարող։ Իրանք չեն հասցնում, իրենք քիչ են։ Սովետական բանակում կար հատուկ զորքեր, կոչվում էր ստրոյբատ։ Մնացած զորքերը ՎՉ էր եւ թիվ, ասենք
военная часть, то есть զորամաս, ու այդում էր 5 թիվ, եւ կար ՎՍՕ-ներ, военно-строительный отряд, то есть ռազմաշինարարական ջոկատ 3 թիվ, ՎՍՕ 3 թվով, այդ ՎՍՕ-ների թիվը մեր մոտ մի ուրիշ ձևի պակասա այն նոր առաջացած ռազմաճակատի կամ սահմանի ոնց Հա, իրականում կապ չունի, էլի, խաղաղությունն է ինչա, Շվեյցարիայի պես խաղաղ ոչ մեկ չի ապրում այս պետության մեջ, բայց ինքը բոլորի հետ սահմաններում ունի համապատասխան դոտեր, բունկերներ, չգիտեմ, անցած հաղորդմանը խոսած։ Ես իմ որտեղ էթակ որետի տեսնեք, չէ, կարողա Ֆրանսիայից գնացքով եթում եք Իտալիա ու թունելի մուտքի մոտ տեսնեք, ինչ որ ասում ենք։ Ու մենակ վիդեոներով չի կարակ գնաք, տեղում տեսնեք, այնքան շատ է, որ չեք կարանք ուրիշ պետության օրինակ բերենք, այդ փոքրիկ պետություն կա Եվրոպայում, որը այն որ պարզվեց Ադրբեջան հանրապետության հետ բանա խաղաղություն ակնկալում, Ալբանիան ինքը մի պահ բոլորի հետ կոնտր էր ընկել, ամերիկացիներին ինքը 3 միլիոն բնակչություն ունենալով ավելի շատ բան ուներ, կրակակետեր ուներ 770,000 հա 770,000 կրակակետ։ Հա, մինչև հիմա էլ իր քաղաքներում կա մինիմում 1.5 միլիոն մարդու ինքը պատրաստվում էր, ասենք, պաշտպանված մարդու դաշտում, որտեղ պատրաստվում էր կռվեր Սովետ Միության, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Գերմանիայի, սա Եվրոպայի միակ դաշնակիցը, ոնց հասկանում եմ, Չինաստանն էր մի քիչ, բայց Չինաստանն էլ այդ վաղ այն Չինաստանը չէր, ոնց որ հիմա է։ Ախպերություն էր, հա։ Ու այսինքն հիմա սկի չէր կարա օգներ, որ մնաց այն ժամանակ օգներ, այսինքն լավ հասկանում էին ալբանացիք, երբ որ բոլորի հետ կոնտրես, պետք է լավ պաշտպանված լինես։ Մեր մոտ մի քիչ իրավիճակը ուրիշ է, մենք մեր հարևաններին շատ ենք սիրում, դել չասած մեր հարևանները մեզ ինչքան շատ են սիրում, բայց ամեն դեպքում Շվեյցարիայի օրինակը դրա համար լավ է, էլի Շվեյցարիայինը բոլորը շատ են սիրում, բոլորը երազում են Շվեյցարիայում ապրեն, ու հետներ մի քիչ նախանձում են նախանձում են, այ շվեյցարացի կետի նկատել են, որ իրանց նախանձում են, դրա համար նավսյակի մի հատ ամբողջ են սարքե հա երկիրը, ու մենք էլ այդ ուղղությամբ շատ դանդաղ, շատ փոքր քայլերով գնում ենք, որովհետև հույսներս սովետիկուսի նման, հոմոսովետիկուսի նման, դրել ենք միայն պետության վրա, իսկ պետությունը երկրագնդի վրա ոչ մի տեղ տենց երկիր չկա, որ անում է ամեն ինչ, ով այդ ամեն ինչ բառը ասում է, ինքը մեզ ապուշի տեղադրում, պետություն ամեն ինչ կանի, եթե Հյուսիսային Կորեայի հետ ես։ Չէ, Հյուսիսային Կորեան ու Շվեյցարիայի հետ եմ, ուղղակի այնտեղ պետություն ասածը, տենց պետություն աշխարհում չկա, էլի, իրանց մոտ ամեն ինչը շատ ուղիղ է։ Չէ, էլի է տենց չի, որովհետև մարդիկ այնտեղ թաքստոցներ են անում ինդիվիդուալ նաև, ու պետությունը ինդիվիդուալ թաքստոց ծառկողին խրախուսում է։ Ընդամենը կառավարիչը վարձու տենց իրանց նախագահ միանգամից պաշտպանության նախարարել է, այսինքն իրանք եկել են այն բան համակարգին 7 նախարարություն ունեն ընդամենը։ Հա, դա սաղ ասել ենք, ու Շվեյցարիան քիչ տարբերվում է, էլի, իր ժողովրդավարությունն էլ է ուրիշ, սաղ աշխարհի հետ կապ չունեցող, ոչ միտեղ տես բան չկա։ Հա, այս մի 50-60 տարի ակա անցնտրելու իրավունքը տվի իմ բանը։ Որոշում են, որ պետք է երկրի ղեկավարությունը ասում է, եկեք մարդա 5000 ֆրանկ փող տանք, դրանք ռեֆերենդում են անում, ասում են ձեզ փակ ձեր 5000 ֆրանկ, ձերյակեր դառնանք։ Կամ ասում են բերենք փախստական արաբներ բաներ, մի հատ փոքր գյուղ ասում է ես 100 միլիոն եվրո միությանը փող կտամ, մենակ իմ մոտ մի բերեք։ Հա, դες բաներ եղել։ Դες դեպքեր եղել է, բայց դա կուրիոզները որ եղել են, ինչքանով է կապված, ասենք, մեր զրույցի հետ թող մարդիկ մտածեն, բայց մի փոքր հետ քայլ անեմ, էլի։ Ուրեմն ցանկացած շվեյցարացի, երբ որ 1.8 կարծեմ, թե 2 մետր փորում է, ինքը պետք է հատուկ թույլտվություններ ունենա կառավարությունից, որովհետև օգտագործումը արդեն հողի ընդերքը։ Դա նորմալ պրակտիկա է, գրեթե բոլոր զարգացած երկրները, այդ թվում նաև Հայաստանը այդպես է։ Բայց եթե շվեյցարացին փորում է թաքստոց, կրակակետ իր հողամասում, բունկեր,
իր ընտանիքի պահկվելու համար կամ ասենք իր համար կրակակետ, որ ինքը ընդեղից կրակի եւ չթողի, որ իր ընտանիքին ոչ մեկ մոտենա, պետությունը թույլտվություն չի տալի, ուղղակի ավտոմատ թույլտված է իրան 2 մետր, 4, 5, 10, ինչքան ուզում ես փորի։ Եվ ամենակարևորը պետությունը փոխհատուցում է անում այդ աշխատանքների համար, որ ինքը կատարում է իր սեփական կյանքը պաշտպանելու համար եւ իր ընտանիքը պաշտպանելու, փաստացի նաեւ բնակավայրը, երկիրը, հայրենիքը։ Այսքան ինչի համար ենք ասում, որ մենակ մեր ինժեներական զորքերի կամ մենակ բանակի վրա հույս դնելը դա շատ սխալ մոտեցում է։ Իհարկե։ Մի քիչ առաջ ասացի հիմարությունը ամեն հարցում, ասենք հույսը դնել պետության վրա, բայց հիշենք sense մի հատ տարական բան էլի, պետությունը, Հայաստանի Հանրապետությունը կարողացավ շատ արագ առանց կամավորների հրդեհներ մարել, հա, անտառներում։ Ոչ 17 թվին է կարացել, ոչ հիմա։ Ջրհեղեղի ասում են կարիք չունենք, բայց նույն բանը Դիլիջանի օրինակ համայնքապետը հետնում ասում էր, թե մասնակցում են հրդեհաշիժման աշխատանքներին էկոպարեկտները, փրկարարները, մեծ քանակի էկոպարեկտները, կամավորներ մեր քաղաքացի Դիլիջան համայնքից, ու դա կամավոր են էլի աշխատը։ Փաստորեն առանց կամավորների շատ ավելի դժվար։ Բնապահպանի տուններ աշխատում։ Այո, այո։ Իսկ բանը, քանի որ մենք ոման շատ ենք հարվածի տակ ընկնում թուրքերի եւ թուրքանմանների, թուրքա ուղեղ ունեցողների, այն մարդկանց ում տատին ժամանակին խուժանություն արել թուրք արևանների հետ, մենք միջև թուղթ թամաս պետությունից չի լինում, մենք չենք գնում նման բաների։ Ես անձամբ դիմել եմ, որպեսզի մասնակցենք հրդեհաշիժման աշխատանքներին, օֆիցիալ թուղթը ունենք, բայց պատասխանը ՆԳՆ-ից եկել է, որ եթե կարիքը լինի, անպայման կդիմենք, այո։ Ու իրականում մարդիկ մեզ ուղղակի չեն ցրել, չէ, որ կարիքը չկար, որովհետև տեղի կամավորները բավարար էին։ Բայց կամավորները պարտադիր էին այդտեղ։ Եթե կամավորները չլինեին, հաստատ այդ հրդեհները միջև օրս մարած չեն լինի, ու եսի մուր կա այդ այնքը հասնել։ Կարճ ասած, ինժեներական գործն էլ ոնց որ ցանկացած ռազմական, ասենք մասսայականություն պահանջող, ասենք ռազմական գործի մի հատված քաղաքացու ակտիվություն է պահանջում։ Քաղաքացու, որը որ անգամ ընդգրկված չի, ասենք այդ զորքի տեսակների մեջ, այդ գործառույթների մեջ ընդգրկված չի, ինքը իր ակտիվության կարիքն ունի։ Մանավանդ այսենց վիճակներում հայտնված երկրների մասին է խոսքը, որը որ անսպասելի բանը 1000 կիլոմետր, չէ, մի քիչ շատ ասեցի, հսկա մի քանի 100 կիլոմետր ռազմաճակատ է ձևավորվում նոր։ Մանավանդ ասենք այս տիպի երկրները, որը որ երկու կողմից շրջապատված են ագրեսորներով։ Ոնց որ ժամանակին Շվեյցարիան էր շրջապատված, ասենք Ադոլֆ Հիտլերով, Իտալիայի Դուչեյով եւ բանով, վիշիստական, ասենք Ֆրանսիայով, փաստացի էլի բանը նացիստական։ Կարճ ասած, մենք ստիպված ենք ինժեներական աշխատանքներ անել ու ոչ միայն առաջի գիծ, երկրորդ գիծ, այլ նաև ստրատեգիական խաչմերուկների վրա, կարևորագույն թունելների բերանները պետք է ամրացված լինի եւ կողքի, ասենք, ժայռերը, սարերը պետք է ունենա ամրաշինական աշխատանքներ։ Բնական է պետության ձեռքը դրան չի հասնում, դրա ժամանակը չի, առաջնագիծ պետք է, ասենք, ձևավորի։ Կարծում եմ, որ առանց ոմայի նույնիսկ մասնակցությամբ դուք ինքներդ կարաք բան անեք։ Եթե ձեզ ռազմական ինժեներների, ասենք, քիչ թե շատ այդ գործից հասկացողների կարիքը լինի, որտեղ անեք, դիմեք, մենք կօգնենք, եթե հանկարծ պետական մարմինները ձեզ չցանկանան, ասենք, ուղեցույց լինեն այդ գործում։ Վերադառնանք ինժեներական զորքերին, մի հատ վիդեո է նայում, ռուսական ուչիլիշաներից մեկն էր ինժեներական զորքերի, եթե չեմ սխալվում, հենց Թյումենինն էր, ու ցույց են տալիս, ոնց որ մեր Վազգեն Սարգսյանի ինստիտուտը կամ համալսարանը, հա, թե արդեն ակադեմիա է դարձել։
Իրանք առանձին տենց ունեն ամեն զորքերի համար նախատեսած Վազգեն Սարգսյան նույնիսկ թիկունքի բան ունեն, ակադեմիա ունեն։ Իրական թիկունքի գործն էլ է շատ լուրջ գործ, դրա մասին է լավ կլներ մի օր խոսենք։ Խոսքով նայում եմ իրենց համալսարանին ինչպիսի վարժասարքեր ունեն, ինչ դու պատմում ես Սովետ միությունից, չգիտեմ, դուք պետք է կամաց քշել իմանաք կաբինկա են բերում ու դուք ուղակի թղթով բանով սովորում եք, հիմա ամեն ինչը կոմպյուտերային վերսիայով կա, նույն կամազը մտնում ես մեջը, քշելը սովորում ես, միջև իրական նստելը։ Դա ինժեները իրանք ինչ տեխնիկա ունեն, դրա վարժասարքը ունեն, պետք ասեմ։ Դե մի քիչ հարուստ երկիր լինելա։ Ես էլ պատկերացնում եմ արևմտյան երկրներում ոնց է, էլի, այնտեղ շատ ավելի երևի ճոխ է։ Այդ ամեն տեխնիկական պահը, բայց ինձ ավելի շատ գրավեց թե իրանք ոնց են պատրաստում իրանք զինվորներին։ Մեր ինժեներներից մեկի հետ խոսելուց ինքը ասում էր ինչա կատարվում այդ ուչիլիշայում, ես տենց անկեղծ չէի հավատում։ Ուրեմն տենց ձմեռ չէր, մարտ ամիսն էր, այդ նկարը անում է երբ գնում է, մարտ կամ փետրվարի վերջ, դուրսը -6 աստիճան էր ու իրանք վարժություն ունեն, որ այդ ինժեներների համար կապ չունի առաջի կուրսեցի թե 4-րդ կուրսեցի, գալիս են ու սառը ջրի մեջ են ընկնում։ Ընկնում են բրոնեժիլետով, կասկով, հետները մին տանելով, վարժություն ունեն հատուկ, որ երբ որ այդ շարժական մոստերը, կամուրջները սարքում են, ու կամուրջ չի իրական մուրից ձև է երևի պանտոմները, պայթուն է հնչում ու իրանք ավտոմատ գցվում են ջուրը։ Կապ չունի ինչ եղանակ է, տարվա կապ չունի ինչ բեռ է իրա վրա։ Ինչ բեռ է, հա, ու իրանք պարտադիր ձմեռային մարշեր ունեն 50+ կիլոմետրանոց, իրենց ամբողջ անով հանդերձանքով։ Ես չեմ տեսել ճիշտն ասած, որ մեր մոտ տենց կարող է սպեցնազներ մեկ հազիվ պարապ։ Հա, էլի, մենակ սպեցնազի մասին եմ լսել եմ էտել, էլի, չեմ տեսել։ Չնայած հավատում եմ իհարկե, որ տենց բան են անում, բայց որ մարդկանց նենց են կոփում, որ իրական պայմաններին մոտ նույնիսկ ռուս են, որ միշտ ամեջ դանդաղ է իր մոտ գնում։ Այդ ուչիլիշայում բոլոր կուրսանտներին FPV դրոն քշել էր սովորացնում։ Բոլորին անխտիր։ Դե ինքը արդեն զենքի տեսակ է, ոնց որ պիստոլետը, ոնց որ ավտոմատը, ինդիվիդուալ ռասկովնիկը։ Իրանց մոտ նենց են, հա, օգտագործում պատերազմի Ուկրաինայի հետ պատերազմի ժամանակ, որ բոլորին արդեն ստիպված իրանք սովորացնում են, բոլոր կուրսանտներին, այսինքն աֆիցեր ես, հելար ստացար, դու արդեն FPV ու ոչ միայն FPV մասին չի, բոլոր տեսակի դրոններն է քշում են։ Դե հա, դա գրագետ մոտեցում է։ Հետո կարող է ինչ-որ նեղ մասնագիտացումներ լինի, որը որ ասենք դե ուրիշ ձևի արդեն բան կանեն։ Ես այդ ինչի համար եմ ասում, կուզենայի մեր ակադեմիայում էլ ճիշտ է ռուսը իր փորձի վրա է սովորում, բայց մենք էլ վատ փորձ ունենք 20 թվականին, 21-ին, 22-ին, 23-ին ու հետևությունները որպես այդպեսի շատ քիչ են արած, անկեղծ։ Դե պատճառներից մեկը նաև այն է, որ ռեալ ուսումնասիրություններ չեն արվել կամ եթե արվել են թաքցնում են, նույնիսկ ասենք ոչ գաղտնի մասը այդ հետազոտությունների, որ պիտի հրապարակվեր, չի հրապարակվել։ Ու հարցը ուրիշ բանում է։ Մեր մոտ մտածում են լուծումը սովետական մոդելից անցնել նատոյական մոդելին։ Դա լուծում չի։ Հա, ես էլ եմ այդպես կարծում, որ լուծում չի ոչ մի մոդել։ Դու պետք է քոնը ունենաս։ Ցանկացած մոդել աշխատող է, եթե դու իրան հարմարացնում ես քո միջոցներին, որտեվ ՆԱՏՕ-ի օրինակ կրակային պատրաստությունը շատ թանկանոց կրակային պատրաստություն է։ Դա գիտես ինչի մասին է խոսում։ Ես հիշում եմ Կանադայից ուրեմն ինչ-որ ձև էին մշակել օրենքի ու ենթաօրենքի ինչ-որ փաստաթղթերի sense մի հատ փաթեթ կենթանիների պաշտպանության ու այնտեղ շան բուտկի մեջ անպայման պետք է հատակը տաքացվող լիներ։ Դե Կանադայում ես հասկանում եմ, որտեղ ասենք խոսքի կարող է 4 ամիս -20-ից վերև չբարձրանա։ Ես հետի հասկանում եմ, որ մեղ կաշուն էլի, ասենք, բուտկի մեջ չսատկի, բայց այդ օրենքը բերել էին ու ուզում էին գլորեին ու վայթե ընդունել են ինչքան հիշում եմ, ասենք, չէ, լավ չեմ հիշում։ Վայթե ընդունեցին սաղ իրա փաստաթղթերով։ Հիմա փաստորեն այդ
բաները թափառող շների բուտկեքը ով որ պահում է, ինքը ինչքան հիշում եմ, պարտավորը տակածվող պոլ ունենա Հայաստանում։ Հա, միգուցե եթե Օմարը դեր մեր ձեռը լիներ, ասենք այնտեղ տանեինք պահենք այդ թափառող շներին, հա երևի այնտեղ արժեր, հա, բայց խոսքի Երևանում դե լավ էլի։ Այդ կուրորեն արտատպելը թե սովետական մոդելը, թե ՆԱՏՕ-ի մոդելը, թե ռուսական, թե հյուսիսկորեական, չինական, այդ ամեն ինչը խոսում է միայն մեր ուղեղի տկարության մասին։ Ես բազմաթիվ անգամ ասել եմ, կարող է ասենք դեպքում էլ եմ ասել, ուրեմն շվեյցարական բանակի ազգ բանակի սխեման ամբողջությամբ ուրեմն վերցրել է Իսրայելը իր զինված ուժերը եւ պետությունը կառուցելուց ամբողջությամբ։ Անցած հաղորդմանը խոսեցինք։ Հիմա որ sense վեգալ ես, այն բաներ կա է, գտեք ընդհանուր խոսքի 3 բան։ Կարող է այդ 3-ն էլ չգտնես։ Ամբողջությամբ իրարից հեռու է։ Իրանց ձեռնամարտն էլ սամբոյի, կարատեի, եսիմ ինչի խառնուրդ է, ոչ սամբոյի է երևում մեջը, ոչ կարատեի է երևում, մենակ մասնագետն է տենում, որ եսի սամբոյից է, եսի խոսքի օրինակ ձյուդոից է, եսի որտեղից է, բայց կրավ մագա է, իրանցն են, ադապտացրել են իրանց համար, նույնը տանկը, ամեն ինչը, էդի պետական մտածելակերպ է։ Հիմա կասեք ջհուդներին գովում եմ, լավ եմ անում, դե չգովամ, Հյուսային Կորեայից էլ եթե լավ բան տեսածել եմ, կգովամ, լավ բանը, ասենք օրինակ եմ բերում, խելացի լինենք, լավ բանը կրկնօրինակ ենք։ Իրականում խնդիրը մեր մոտ երևի ուրիշ բանի մեջ է, պետասիրություն ասեմ երևի։ Մեր մոտ սովետական են բանակը, Չինապաչիտանիա, հա։ Չինապաչիտանիայից բացի ինիցիատիվա նակազույումա վիճակը կա։ Օրինակ նույն բանակում, երբ որ ես իմ ասան անգարից հանում եմ, որ տղեկը չխեղդվեն գործ անելուց, իսկ գալիս ուրիշ աֆիցերներ ասում են, բայց շատ ես ասան հանում, այն որ սալյարդկա խոտ տված վիճակ։ Խոտ տված, հա, ինքը սենց տենես ներսը խոտ էին տալիս։ Հա, դրա համար որ չխեղդվեն։ 10 մետր առաջ էի հանում, որ փակ տարածքում այդ սալյարդկի վառած այդ գազերից չմեռնեն իմ անձնակազմը, էլի, ես էլ հետներ էի իհարկե։ Հանում էի, արդեն երբ որ 10-րդ անգամից հետո եկավ իմ ընկերներից մեկը, անունը չեմ նշի, ասաց ոնց որ արդեն թարս աշկով են նայում, որ ասի թող նայեն։ Բայց ինձ կյանքում ոչ մեկ թթուխոս չի ասել։ Եղել է դեպք, երբ որ մենք գլխավոր ռազմական տեսչության էինք պատրաստվում, մնացել էի պատասխանատու սպա, ու մենք մի տեխնիկա ունենք, որը խնդիր ուներ ռադիատորի հետ, ռադիատորը փոխել ենք, պետք է մյուս օրը 60 կիլոմետրանոց երթ կատարեր։ Թույլ էին տվել փորձարկենք ընդամենը տենց հանգարի շտաբի շենք մոտավոր տենց կես կիլոմետր չկար, էլի գնալ գալով։ Ասից sense չի լինի նագրուսկայ, պետք է տեն այդ մեքենան հանեցի մեր ամբողջ տարածքով վրցրել եմ։ Որ համ վարորդն էր ուրախ շատ։ Ճիշտ է, որ ամենավերևի հրամանատարությունը տենար, կասեր նո Վարդանով, բայց իրանք տեղյակ էին ու ինձ նո չասեցին։ Պատճառը այն էր, որ ես ինիցիատիվա ցույց էի տալի ու կարող էի բացատրեի ինչու համար եմ դա արել։ Այսինքն ինձ երբ որ գալիս էին տենց վերադասը ուզում էր ինձ նեղած լիներ անտեղի տեղը, ուղակի ցույց տալու համար, որ ինքը ուժեղ է, ես չէի ծալվում։ Ես իմ ճիշտը միշտ պահել եմ։ Դե դու սխալ ես, որտեվ գլխավոր կանոնը «Я начальник, ты дурак», էդի ոչ մեկ բան չի արկել։ Միանշանակ ինքը այնքան ժամանակ ճիշտ, միջև ճիշտ է իրան պահում։ Իսկ երբ որ գալիս է ուզում է ուղակի, իսկ մեր մոտ շատ է լինում, էլի, որ վերադասը ուզում է ստորադասին ստորացնի, ցույց տա իր տեղը կոպիտ ասած, էլի։ Հա, տիպը հանգիստ նստեք Հա, դառնան։ մեր մոտ խնդիրները երևի հենց այդ դրանից է գալիս են, որտեվ լիքը մարդկան ստորադաս ասածը այդ բանակային տերմիններով վիրավորական բան չկա, էլի։ Ստորադաս սպայական կազմը, ով որ դաշտում աշխատում է, իրաց չեն լսում։ Իրանք տեսնում են, իրանք գիտեն ինչի կարիք ունեն, իրանք չեն լսում։ Վերևի գեներալը, որը 20 տարի առաջ է լեյտենանտ եղել, ինքը ավելի լավ գիտի։
բանա դե էդի սովետը մի քիչ շատ իսկ էլ չեմ ասում մնացածի մասին, այն որ կողից դու բանակում եղել ես 30 տարի առաջ, դու ինչ ես հասկանում ընդհանրապես, կամ դու բանակում չես եղել, կապ չունի, որ իրանց ինստիտուտից շատ գիրք ես կարդացել ու շատ ավելի տեղյակ ես ամեն ինչից, քեզ ընդհանրապես չեն լսի։ Հա, որտեվ համապատասխան պաշտոն չես զբաղացնում, համապատասխան պետի Իրանք ստիպված չեն քեզ լսեն, դա է խնդիրը մեր մոտ։ Էլի գալիս են կենդերան, որ մասնագետին մեր պետություն էլի քառակուսի մարդիկ միանշանակ։ Քառակուսիներին հեշտ է ղեկավարել։ Ես հիշում եմ, ասենք, բանա մի հատ տենց շատ լավ զինվորական կար Սպեցնազում սովետի Կազլովը, ես իր հետ 99-ին էի վայթե հանդիպել, խոսք գնաց էլի քառակուսի հրամանատարության մասին, ասում է դե բանա գրույց պրավերկա էր եկե, գրուն որ մոզգեր բան էլի։ Եկավ ասեց ինչով օգնենք, ասում է դե սկսեցի տարբեր խնդիրներ դնել, դե ասեց վերջացրա, ինչ պետք է ասենք արդեն որոշել եմ, ու ասում է բանա որոշումը եղավ բան թևատակերում ստետկա կարեն եւ ոտերի արանքը, որ չքրդնեն Աֆղանստանում։ Ուրիշ նորարարություն Սպեցնազին բան չեղավ էլի, այն դեպքում որ այնտեղ տարբեր առաջարկներ կար, որ սարերի համար այնքան էլ հարմար չի դեսանտային սապոկները, այնտեղ ավելի բացինկաներ են պետք եւ բոթասներ են պետք, то есть նույնիսկ ես օրինակ վստահ եմ, որ մեր ինժեներական զորքերին լիովին չեն լսում կամ շատ դանդաղ են լսում իրենց խորհուրդներին։ Ու դրա պատճառով հելնում ես դիրքեր, տենում ես տրակտորիստն է փորել դիրքը ու փորել անենց ոնց որ իրան հարմար էր ուղիղ գծով։ Հա, խրամատա նայում ես 30 մետր ուղիղ sense գնում է, ասում ես խես տես փոր, ասում ես տենց հարմար էր։ Հիմա էլ որ sense տրասով գնալու լինեք, կարող է ուշադրություն դարձնեք ձախի վրա, sense ուղիղ գիծ այդում։ Ինք շատ հարմար է, ասենք, թնդանոթի կամ գնդացիր կրակողի համար, ով որ այդ գծի վրա է կրակում, որտեվ ինքը գորիզոնտալը բռնեց, ճիշտ, մի հատ գմփցրեց, մի քիչ գորիզոնտալով աշտարավ, գմփցրեց ու անվրեպ է կրակելու, էլի։ Երևի դրա համար են այտենց արել, որ շատ պայթուցիկ չլծվի Հայաստանի վրա, էլի, մանավանդ լինում է որ չեն տրակում իրանք, հետագայում վրան անասուն է պայթում, վայրի կենդանիներ են վնասվում։ Երևի իմաստը է դա, էլի, որ արդյունավետ աշխատվի, էլի, ասենք պատերազմի ժամանակ արտիլերիան էլ գնդացրորդներն են։ Դիմացինի։ Բանը ինժեներական զորքերի աշխատանքի մասին կարելի է հիշել շատ կարևոր մի հատ փաստ, բանակ, որը որ պետության բանակ չէր, դա Հեզբոլլան էր, դա շիա մուսուլմանների ռազմական կառույցներ Լիբանանի, իրանց ինժեներական աշխատանքները թույլ տվեցին առաջի պարտությանը վերեն Իսրայելի բանակին 2006 թվականին։ Այն քանակի, ասենք, կրակակետերը ծածկված հողով, այն քանակի հողով բայց այն ժամանակ դրոններ օգտագործում են հրյաները, այո, բայց հարված էին, իրանք ավիացիայով էին հարվածում, իրանք հարված տարբերություն չկա, հրետանիով էին, չէ, ասածս էնա, որ այդ դրոնավախությունը մեր մոտ, որ մտածում են դրա համար պետք է գլուխը փակ, չէ, գլուխը պետք է փակես այն ժամանակվանից 90 թվերին ես 1000 անգամ ասել եմ, 90 թվերին էլի թուրքը վերևը իշխում էր, որտեվ ավիացիան վերևը թռնում էր։ Հիմա էլ թուրքը ավիացիան վերևը թռնում էր, մեր ավիացիան եւ գալիս էր, մենք էինք խփում։ Նույնը եղավ 20 թվականին։ Բանը Հեզբոլլայի կառուցածը ոչ միայն կրակակետերն էին հողի տակ, այլ նաև խրամուղիները, կրակակետերը իրար միացնող, կրակակետից բլինդաժներ, կարճ ասած ուկրեպ ռայոններ էին սարքել, այ ոնց որ ուռերը սովետական կար Հայաստանի տարածքում մի քանի հատ Երևանից Գյումրի հետ հատվածում, այտենց ուռեր էին կառուցել ու լիքը տեղ բետոն օգտագործելով եւ հսկայական տեղ հող օգտագործելով արդյունքում խոցվեցին 60-ին մոտ մերկավա, անխոցելի մերկավաները, հрьяաները ասում են, որ անվերադառնալի տանկերը 3-ն էին թե 6-ն էին, բայց 60 հատ խոցվեց։ Դրանից առաջ այդ քանակությամբ մերկավա խոցած ոչ մեկ չկար, ոչ ոք։
որովհետև Մերկավան իրոք լավ ժամանակակից տանկ է։ Իսկ ստեղ ոչ բանակայինները, այլ աշխարհազորը, շիա մուսուլմանների Լիբանանի Հանրապետության կարողացան իրենց նախորոք նախապատրաստած ինժեներական աշխատանքների մի քանի պաշտպանական գիծ եւ գծերի արանքում պաշտպանական շրջաններ ունենալու պատճառով իրենք կարողացան խոցեն եւ իրականում առաջի պարտությանը բերեն Իսրայելին, որտեղ Իսրայելը 47 թվականից առեսօր ոչ մի պարտություն չէր ունեցել։ Ունեցել էր, ասենք, հաջողություն, բայց հետո հետ էր քաշվել, այտենց դեպքեր եղել էր, բայց որ պարտ տվեր, դա առաջի դեպքն է։ Դա վարի ամփոփենք, վերջացնենք էլի, արդեն ժամը լրանում։ Ես քանի որ նշեցիր, որ բոլորը կարան դա անեն, իսկ ամենամոտիկը օրինակ 25-օրյա հավաքների մարդիկ են լինում, էլի այդ դիրքերին, իսկ մեր մոտ էլ դիրքերը շատ լավ կահավորված չեն։ Նույն խրամուղիները բաց են ու խորհուրդ 25-օրյայի մասնակիցներին այդ քանի օրը որ վերևն եք հողային աշխատանքներ արեք։ Մի ալարեք, համ ժամանակ ավելի արդյունավետ կօգտագործեք, համ մի քիչ հիմար մտքեր կունենաք, քիչ իրար հետ կհակնեք, ասենք, խնդիրներ կառաջացնեք ու դադարք տեղը։ Դե ինչքան հնարավոր է իրականում, որտեղ շիֆերի վրա 10 սանտիմ հողածածկը դա ոչ մի բանի մասին է։ Դա ինքնախապեյություն է, դա անձրևից կարող է պաշտպանել։ Անձրևից էլ, եթե պաշտպանի, ցեխա ջուրա ծորալու ձեր վրա։ Դուք հողը պետք է լինի ամենաքիչն եմ ասում, մի մետր, որ ինքը լինի արդյունավետ։ Համապատասխան պետք է ամուրը լինի իր տակի հիմքը, որ այդ մի մետր հողը պահի։ Իսկ որտեղ այդ հողը չկա, պահանջեք վերադասարամանատարությունից, թող գան այդ հարցերը լուծեն։ Մենք ես ինքս եղել եմ Զամկամբատ 23 թվականի 25-օրյա հավաքի, մեր տղաները բոլոր դիրքերում ինժեներական աշխատանքներ կատարել են ու ասեմ շատ տանջված էին այդ տղաները, որտեվ 7 օր առավոտ 6:30-ից մինչև երեկոյան 11-ը իրանք անդադար պարապմունքներ են արել ու դրանից հետո նույնիսկ որ ես արդեն խղճում էի այն բանով, որ էլ չէի կարող հոգեպես չէի կարող մառալնի ասեմ, լավ չէի կարող իրանց գործը։ Դա են վարժանքներն էր 25-օրյա, որի մասին 2 ամիս առաջ միջազգային կոնֆերանսի ժամանակ խոսած Հայաստանի Հանրապետության Սա շատ լավ է անցել, բայց մենք իրանց հետ չենք աշխատում, որտեղ մեր փաստացի թրի տակով չեն անցել երևի, Դե չենք էլ անցնի, որտեղ միակ թուրը, որի տակով կարող է անցնենք, այն էլ մեռնելու պահին, դա Թուրքի յաթաղանն է։ Ինքն ինձ գոռոզ է։ Մենք մեր պետության կողմից ենք, ոչ թե կառավարության։ Լավ, երևի այսքանով վերջ, ինչքանով էր ինժեներական զորքերի մասին։ 40%։ Վերջ, հաջողություն ձեզ։